որովհետև միակ մարդը, միակ ղեկավարը գտնում ենք Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանի օրով միայն Ադրբեջանի շահերին ենք ղեկավարվում երկիրը։ Եթե ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենասերներին, բոլոր հերոսներին, բոլորը միաբանված կան ազատության հրապարակ, որովհետեւ մեր երկիրը, մեր հայրենիքը կարողանանք միաբանությամբ պահել։ Մեր հերոսների թափված զայրույթը գնահատենք, դրա համար ենք եկել։ Գոհ Սամվել Կարապետյանի առաջարկած Այո, գոհ ենք։ Անկախ ամեն ինչից, թե Կեղնի Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, իրանք շատ ուժեղ դիվանագիտությամբ կարող են մեր Հայաստան, մեր հայրենիքի պաշտպանել մեր աղարակորդներից։ Այսինքն դուք կտրություններից սպասում եք, որ պետք է ընտրվի կամ Քոչարյանը, կամ Սամվել Կարապետյանը, կամ Փաշինյանը։ Այո, հույսով սպասում ենք, եթե սելիքս, եթե համատեղ համախմբվենք, մեր ուզածին կհասնենք։ Ինչի կարող լինել Դե, այդ օրենքները բնականաբար վերիսահմանափակումներ եղն որ բացի Նիկոլ Փաշինյանից ոչ ոք չի կարելի։ Ինչ որ սենք կարել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, Սամվել Կարապետյանին չի կարելի։ Փաշինյանն ասում է, եթե ժողովուրդը իր չընտրի պատերազմել։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի ոչ մի սաց խոսքին։ Նախ, Նիկոլ Փաշինյանը դեմ է մեր կրոնի։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, առաքելական եկեղեցու անդամ, մեր եկեղեցիներին, եթե չկա եկեղեցի, չկա հավատ, չկա հայրենիք։ Եթե չկա հայրենիք, չկա եկեղեցի։ Ես չեմ հավատում իրա ոչ մի սաց խոսքին։ Պարտք է պահում, եկեղեցի է գնում, չեք հավատում։ Դե բնականաբար ինքը պարտք պիտի պահե, եկեղեցի պիտի գնա, ամեն պարտք պահող ու եկեղեցի գնող ոչ իրոք քրիստոնյա, իրոք հայրենասեր է։ Ոչխարների հանդեսներով գալում ներկայանում են, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Եք Երևանից եք։ Ոչ, Գյումրիից է։ Փաշինյանը տարբեր մարդեր այցել է անում, և այսօր հենց տաշինում է եղել ու փորձում Ներողություն, մեկ մուզիկան բան է, չիմացա ինձ ես։ Փաշինյանը մարդեր է գնում ու ասում է, որ մարդերում ինձ աջակցում են, ցույց է տալիս է մեր աջակցությունը, հավատում եք եք տեսանյութ։ Ոչ մի անգամ չեմ հավատում։ Փաշինյանի ոչ մի սազին չեմ հավատում։ Ես ինքս Փաշինյանին ընտրել եմ, աջակցել եմ, բայց աբսուրդ, ոչ մի անգամ, ոչ մի հարցում չեմ ստացել։ Շնորհակալություն։